Սա շատ կարևոր թեմա է ցավազրկողների օգտագործումը, քանի որ առանց բժշկի ցուցումների ազգաբնակության կողմից լինում են մի շարք դեպքեր, երբ մշտապես օգտագործվում են հատկապես հակաբորբոքային ոչ ստերոիդային պրեպարատներ, ինչպիսիք են դիկլոֆենակը, նիմիսուլիդը, նիմիսիլ անվանումով, նաև անալգինը, ինչպես նաև պարացետամոլը։ Այդ տիպի դեղորայքի ընդունումը վնասակար է ստամոքսաղիքային տրակտի համար, եթե նրանք բժշկի ցուցումով չեն եւ հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում հիպերացիդ գաստրիտ, էրոզիաներ, խոցային հիվանդություն, գաստրոէզոֆագալ ռիֆլյուքս հիվանդություն, 12 մատնյա աղու, էրոզիաներ կամ խոց։ Կան մի շարք դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ չեն հետազոտվել եւ չունեն համապատասխան գանգատներ, բայց կարող է օրգանիզմում թաքնված ունենան նման թվարկած հիվանդություններ, որոնց առկայության պայմաններում խիստ հակացուցված են վերոնշյալ դեղորայքի ընդունումը։ Այդ իսկ պատճառով, եթե կա ցավային սինդրոմ եւ այն էլ քրոնիկ, պետք է դիմել բժշկի, որպեսզի բժիշկը կարողանա ցավային սինդրոմի պատճառը կոնկրետ որոշել։ Այն հստակ որոշելուց հետո արդեն կնշանակվի համապատասխան ցավազրկողներ։ Այդպիսի ցավազրկողներից որպես այդպիսին ես կարող եմ նշել պարացետամոլի մասին, որը շատ ավելի քիչ վնասակար է, քան հակաբորբոքային ոչ ստերոիդային մնացած պրեպարատները։ Հատկապես ուզում եմ նշել, որ սպաստիկ ցավերի ժամանակ կարելի է օգտագործել սպազմոլիտիկներ, սպազմալգոն, այդ թվում եւ նոշպայի հաբեր, նոտրոտավերին անվանումով, որը շատ հաճախ հանդիպում է սպաստիկ կոլիտի սրացումների ժամանակ կամ այլ տիպի սպաստիկ ցավերի ժամանակ։ Իհարկե դա կարելի է օգտագործել քիչ քանակությամբ։ Եթե ցավային սինդրոմը անկախ իր բնույթից սպաստիկ է թե այլ բնույթ է, պետք է միանշանակ դիմել բժշկի։